Բարև ձեզ, պարոն Ավինյան։ Պարոն Ավինյան, հոգնել եք քաղաքապետի պաշտոնից, որ ուզում եք պատգամավոր դառնալ։ Պատգամավորական ցուցակը կարծում եմ առաջին հերթին յուրաքանչյուր կուսակցական ներգրավում է առաջին հերթին իր թիմին աջակցությունը ցույց տալու։ Եվ կարծում եմ շատ-շատեր այս ցուցակում ընտրություններից հետո չեն հավակնում լինել կամ մնալ պատգամավոր, բայց սա շատ խոսում փաստ է այն մասին, որ թիմը շատ միասնական է եւ տրամադրված է հաղթելու այս։ 21 թվին միասնական չէր, պարոն Ավինյան, որ մասնավորապես դուք չկարողացաք ցուցակին։ Ես 21 թվականին իմ բոլոր բարձաբանումները եւ հիմնավորումները տվել եմ եւ ես անկեղծորեն շատ ուրախ եմ, որ որոշակի հետևություններ մենք բոլորս այդ ամենից այդ Պարոն process-ը Կներեք, բիզնեսը, այսինքն բիզնեսը եւ քաղաքականությունը տարանջատվեց այս 26-ի ցուցակով, որտեղ դուք դա էիք մտահոգություն հայտնել։ Ես կարծում եմ, որ բալանսավորվեց բոլոր այն վտանգավոր պոտենցիալ process-ները, որ կարող են լինել եւ դրանք տեղի չունեն։ Ինչ վտանգավոր process-ների հեշտությամբ կատարեցիք ընտրությունը 274-ից 52 եւ ինչ սկզբունքով ընտրեցիք։ Իրականում ավելի շատ ոնց որ թե ընտրությունը կանգնած էր ու միջև ընտրեմ, որովհետև սահմանափակի 50 հոգի մեջ էր տրամաբանությամբ, ավելի շատ մարդ էի տեսնում, որ կարող եմ ընտրել, բայց ստիպված ինչ-որ Պարոն Ավինյան, դուք վտանգավոր այսպես գործընթացի մասին օրինակ այդ ժամանակ խոսում էր, որ ձեր եւ պարոն Սիրյանի հետ կապված հանգամանքներ կան եւ դուք նրա առաջադրումն եք համարել ոչ ճիշտ։ Ես անձնավորված որևէ մեկի հետ կապված անձնական Պարոն Ինչ Ավինյան, վտանգի մասին եք ասում, պարոն Ավինյան։ Ինչ վտանգի մասին եք ասում, ասում եք 21-ի վտանգը։ Այն վտանգներն են, որոնք որ շատ երկրներում տեղի են ունենում, երբ որ շատ խոշոր կապիտալը ստանում է շատ մեծ ծավալ իշխանություն։ Պարոն Ավինյան, եւ փողոցների խնդրի մասին դեռ 2025 թվականին օրինակ պետք է Արինբերդի փողոցը վերանորոգվեր եւ մյուս այլ փողոցներ եւ մարդիկ, որպեսզի փոսերը չմնեն, տեսել եք ձեր նկարներն են փակցնում, որ զգուշանում։ Այսօր ժամը 11-ին ամբողջ քաղաքով մեկ սկսելու ենք կտրման աշխատանքներ ասֆալտի բոլոր այն հատվածներում, որտեղ ունենք փոսեր, դրան զուգահեռ վարչական շրջանների ղեկավարները շատ խորը եւ վտանգավոր փոսերում իրականացնելու են որոշակի տեսակի նյութ են գցնելու այդ փոսերը եւ արդեն վաղը չէ մյուս օրվանից, երբ որ եղանակարգը շնորհիվ թույլ կտա, որ վաղը ամենահավանականությամբ չեն կարող Էլի ամբողջ քաղաքով իրականացվելու է ասֆալտապատման աշխատանք։ Եվ 20 կներեք թեմայի հետ կապված 25 թվականին ինչու Արինբերդի փողոցը չվերանորոգվեց, որտեղ ասել էի քաղաքապետարանն ասել էր վերանորոգվելու է։ Որովհետև մենք ունեցանք ձգձգումներ նախագծող ընկերության հետ կապված, նախագծման աշխատանք։ Պարոն Ավինյան, գործակարգավարական նիստի ժամանակ ասացիք, որ աննախադեպ քանակի աղ է գծվել եւ նաեւ դրանով էր պայմանավորված այս փոստերը քաղաքում եղել է, բայց ՏԿ նախարարը այլ բան է ասում, որ այդքան աղ չի լցվել, որից կարող է իրենց սարքած ասֆալտը բացվել եւ դառնալ ՏԿ նախարարը միանշանակ ճիշտ է ասում, եւ ՏԿ նախարարը խոսում է այն մարզային ճանապարհների մասին, որ մենք նոր ենք հիմնավորել կամ միջնորոգման աշխատանքներ արել։ Երևան քաղաքում բոլոր այն տեղերում, որտեղ մենք իրականացնում ենք միջնորոգման աշխատանքներ, նմանատիպ խորքային խնդիրներ չեն առաջացել։ Այս խնդիրները Երևան քաղաքի փողոցային ցանցը ահռելի մեծ է։ Եվ իրականում մենք փուլային դեռևս 2 տարի առաջ դրա համար էլ սկսել ենք միջնորոգման աշխատանքները, իսկ այս տարի նաև իրականացնում ենք հիմնանորոգման։ իսկ հաղթանակ թաղամասին Արինբերդինը ասացիք Հաղթանակ թաղամասին այս տարի ունենք կոյուղու ծրագիր, ունենք սկսել ենք քննարկելություն մանկապարտեզի ծրագիրը, ունենք խնդիր փողոցների հետ կապված, ասֆալտապատման հետ կապված, այնտեղ անելու ենք անպայմանորեն աշխատանքներ, մի մանկապարտեզ ամբողջապես հիմնավորել ենք եւ ոչ միայն դա, այդտեղ շատ այլ աշխատանքներ են։ Պարոն Ավինյան, Աշխատանքների ակտիվացումը նախընտրական շրջանում է պայմանավորված, պարոն Ավինյան։ Երբևէ դա նախընտրական դեպս Երևանի քաղաքապետարանը կարող եք ամեն տարվա մեր աշխատանքների ծավալը նայել, մեր աշխատանքների ծավալը նախորդ տարվանից ընդհանրապես մի փոքր է, ավելի միշտ